Բարի երեկո։ Այսօր Culture Talks-ի շրջանակներում զրուցելու ենք շատ հետաքրքիր երաժշտի հետ, ով մասնագիտությամբ դաշնակահարուհի է, բայց բոլորիս շատ ավելի հայտնի է նաև որպես երգչուհի։ Ինչու, որովհետև նա ունի շատ յուրահատուկ եւ գեղեցիկ ձայնային տեմբր։ Նա շատ հաճախ կատարում է բոլորիս կողմից սիրված եւ ճանաչված կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի երգերը։ Եվ դա ուղղակի չէ, որովհետև Մարիա Ամիրխանյանը հանդիսանում է Ռոբերտ Ամիրխանյանի դուստրը եւ հոյակապ երաժիշտ է, նաեւ դասախոս եւ շատ երկար տարիներ է ինչ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Կզրուցենք այսօր շատ տարբեր թեմաների շուրջ եւ իմ կարծիքով բոլորիդ կլինի շատ հետաքրքիր։ Միանանք Մարիային։ Սպասենք եւս 2 րոպե։ Բարի լույս եւ բարի երեկո։ Բարի երեկո բոլորին այդտեղ, բարի լույս բոլորին։ Շնորհակալ եմ Մարիա ջան, որ ընդունեցիք հրավերը եւ ձեզ մոտ արդեն առավոտյան շատ վաղ ժամին պատրաստ եք մեզ հետ զրուցել։ Անպայման ինձ շատ միանալ։ Ինչպես չլսեցի։ Շատ հաճելի է միանալ ձեզ։ Շատ շնորհակալ եմ մեզ նույնպես։ Սկսենք երևի թե ամենասկզբից։ Այդպես եմ ես միշտ սկսում գրեթե բոլոր հաղորդումները, եթե կարելի է այդպես ասել, կամ բոլոր մեր զրույցները, քանի որ շատ հետաքրքիր է, շատ շատերը շատ վաղ տարիքից մեկնում են Հայաստանից եւ բնակվում արտերկրում, հատկապես դուք Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Կցանկանայի, որպեսզի խոսենք այդ դրա մասին, թե ինչպես ստացվեց, ինչպես ընդունեցիք այդ որոշումը, քանի որ գիտեմ, որ սովորել եք Երևանի Պետական կոնսերվատորիայում, ինչպես ստացվեց։ Խոսենք այդ մասին։ Անպայման։ Որոշում չէր կարող ապոխվեմ, այլ 2-3 ամսվա լինելու, քանի որ մոտ 2 թիվ, որ դպրոցները փակում էին, դպրանը կարծեմ մի 3-4 ամիս բոլոր բուհեր եւ մեկնեցի Միացյալ Նահանգներ ընկերների հետ եւ Մարիա ջան, ես ներողություն եմ խնդրում, ուղղակի պարբերաբար ձեր ձայնը մեզ լավ տեղ չի հասնում, չենք լսում, կտրտվում է։ Միգուցե ձեզ մոտ ինտերնետի խնդիր կա, չգիտեմ այդտեղ։ Այս պրոբլեմ չպետք է լինի։ Այ հիմա շատ լավ լսում ենք, չեմ հասկանում։ Ես մտիկ կամ։ Երևի։ Եթե հարց լինի նորից Wi-Fi անջա մյուս բանով փորձենք։ Դու ինձ իմաց կտաս, լավ։ Շատ լավ։ Եվ այստեղ էի 3 ամիս նալու եւ սովորելու։ Եվ մտածեցի լավ մի տարի կանեմ դառնամ եւ մի տարի, 3 տարի, 27 տարի։ Ես այստեղ եմ։ Այդպես դժվար է ընտելանալ սա է հիմա լինելու, բայց կամաց ընտելացա եւ արդեն շատ հեշտ եմ տան, դեռ ավելի երկար եմ ապրել, քան ես։ Մարիա ջան, ես ներողություն եմ խնդրում, ուղղակի մեզ մոտ հատկապես ինձ մոտ այս պահին ես զգում եմ, որ շատ այսպես վատ է ձեր ձայնը տեղ հասնում։ Կարող է ինչ-որ տեղաշարժել կամ տեղափոխել։ Փորձեմ մի վայրկյան անջատել։ Իսկ հիմա շատ ավելի լավ է։ Wi-Fi պրոբլեմ։ Այդպես,
չգիտեմ ինչքանը հասկացեց։ Մենք հասկանանք, որ մեկն էլ է ԱՄՆ շատ կարճ ժամանակահատվածով, բայց արդեն գրեթե 27 տարի, հա, եթե ճիշտ լսեցինք, երկու թվից երևի, հա, 27 Իսկ հաջորդ այսպես թեման, որ մասին կցանկանայի խոսեի, ինչպես ստացվեց, որ մինչ օրս դուք դասավանդում եք Գիլրոյ քաղաքի Gavillion Community College-ում որպես երաժշտական եւ գեղեցիկ արվեստների ֆակուլտետի դեկան, նաեւ հանդես եք գալիս այդ բուհում, կցանկանայի պատմեք նաեւ այդ մասին, որովհետեւ իմ կարծիքով շատ դժվար է եղել հաստատ ճանապարհը կամ միգուցե հետաքրքիր եւ այսպես բախտի բերմամբ շատ ավելի հեշտ է դա ձեզ տրվել, ամեն դեպքում դուք օտար երկրում զբաղեցնում եք նման հետաքրքիր եւ իմ կարծիքով շատ գովելի պաշտոն, հա, եթե դա այդպես կարելի է ասել, բայց իմ կարծիքով շատ շատերը երազում են եւ չեն հասնում այդպես էլ այդ ամենին որպես երաժիշտ։ Խոսենք այդ մասին։ Իհարկե, ուրեմն Ֆրեզնոյի համալսարանում սովորեցի մագիստրատուրա, որից հետո տեղափոխվեցի եւ Գիլրոյ Gavillion College երկու տարվա որից հետո կարող ես համալսարան կամ կարող ես աշխատել եւ այդտեղ պես կեստրույք շատ պատահական ստացախոսը սիմեստրի կեսից դրանք որևիցե մեկին որ արագ կարող էր մեջ եւ դասավանդել դա պատմություն իմ անգլերենը դեռ լավ չէր եւ հիշում եմ ես առապում թե ոնց եմ մտնել 70 հոգան իրանց տեքստակարդը բայց շատ արագ ընդելա մի քանի տեսլույք հետո տեղափոխվեցի Ֆրեզնո այնտեղ մի տարի եւ հետո երբ քոլեջը նորից դանդրույք Մարիա ջան, ներողություն եմ խնդրում, ուղղակի ինձ մոտ նորից պարբերաբար, այսպես մեկ հայտնվում է ձեր ձայնը, մեկ ոչ։ Ոնց վարվենք, նույնիսկ չգիտեմ, միգուցե անջատենք նորից կամ տեղաշարժեք մեկ այլ տեղ։ Ես փորձեմ տեղաշարժվել, որտեղ ինձ նորմալ լսում եք, չէ՞, ես ոնց հասկանում եմ, ոչ։ Ես շատ լավ լսում եմ, այո, մի վարքյան փորձեմ տեղաշարժվել։ Այսպիսի բան դեռ մեզ մոտ չէր եղել, չգիտեմ ինչու է այսպես, բայց սպասենք, մինչ Մարիան կփորձի տեղաշարժել իր հեռախոսը, որպեսզի կապը էլ ավելի նորմալ դառնա եւ մենք կարողանանք հանգիստ զրուցել, քանի որ ինչպես նկատեցիք, ձայնը ցավոք սրտի տեղ էր հասնում մեզ։ Ահա, Մարիան դուրս եկավ, խնդրում եմ եւս 2 րոպե սպասեք, եթե դժվար չի, նա հենց հիմա հաշված րոպեների ընթացքում կմիանա մեզ։ Հույսով եմ, հիմա ինձ կլսեք։ Շատ լավ ենք լսում։ Ուր էի։ Ինձ թվում է երբ թե կարելի է նորից խոսել այդ մասին, հա։ Խոսում ենք դասավանդելու մասին։ Դասավանդելու մասին։ Եվ թե ինչպես եկաք հասակ երկու ֆակուլտետների դեկանի եւ դասախոսելու արդեն հետագայում նաեւ։ Այո, ուրեմն վերադարձա Գիլրոյ, Ֆրեզնոյի համալսարանից դասավանդելուց հետո վերադարձա այստեղ, որտեղ պոզիցիան բացվեց որպես հիմնական դասախոսի եւ ընդունվեցի եւ դաշնամուրային բաժնի եւ ընդհանրապես երաժշտական բաժնի
սկզբում դաշնամուրային, հետո երաժշտական բաժնի, որպես հիմնական դասախոս, եւ հետո տարիների ընթացքում կարծես բացվեց հնարավորություն լինելու եւ դեկան ամբողջ Fine Arts այդ բաժնի, Գեղեցիկ արվեստների, այո, որի մեջ մտնում են շատ դիվիզիաներ են մտնում եւ պատմությունն է մտնում մեջը, այսինքն պատմությունը չէ կներեք, փիլիսոփայությունն է մտնում մեջը եւ նկարչությունն է մտնում մեջը եւ լեզուներն են մտնում մեջը, բավականին շատ ժուրնալիստիկա եւ այլ արվեստի բոլոր բնագավառները եւ մի քիչ դժվար էր իհարկե, բայց կարծես կարողանում եմ հաղթահարել։ Եվ քանի տարի է արդեն։ 2 տարի է որպես բանի դեկանն եմ, այսինքն այդ արվեստի Fine Arts, գեղեցիկ արվեստ չեմ կարողանում։ Ինձ համար էլ է շատ խորհրդանշում, բայց ասեի այդպես գրել եւ այդպես ասել։ Fine Arts-ի եւ 15 տարի է արդեն որպես հիմնական դրույքի Gavin College-ում։ Միջև այդ իհարկե կես դրույքով բավականին մի քանի տարի այդտեղ էի եւ Fresno-ի համալսարանում, բայց հիմա հիմնվեցի Գիլոյում դեռևս։ Իմ կարծիքով հիմա շատ հետաքրքիր կլինի խոսել, քանի որ անձամբ ինձ շատ հետաքրքիր է այդ հարցը։ Դասավանդման process-ի մասին խոսենք եւ մանկավարժության, նաեւ մանկավարժի հոգեբանության, մոտեցման եւ ընդհանրապես ինչ տարբերություններ կան, քանի որ ես եւս կոնսերվատորիայում եմ սովորել եւ թե իմ եւ թե ձեր դպրոցները, այսպես ասած, կարելի ասել ավելի սովետական հիմքի վրա են դրված եղել։ Ինձ հետաքրքիր է այդ երկու դպրոցների տարբերությունները, այն ինչ որ դուք ինքներդ, այսինքն դուք կրողն եք այդ հին դպրոցի, հա, այսպես ասած սովետական դպրոցի, եւ այստեղ բախվել եք մեկ այլ դպրոցի հետ։ Տարբերությունները, թե լավ եւ թե վատ կողմերը, խոսենք այդ մասին։ Իհարկե, ուրեմն սենց ասեմ, երբ որ տեղափոխվեցի եւ երբ որ ես էի այստեղ սովորում, որպես ուսանող, հա, Ֆրեզնոյի համալսարանում, ինձ մոտ առիթ եղավ առնչվելու ոչ թե ամերիկյան, այլ եվրոպական դպրոցի հետ, որտեղ դասախոսս գերմանացի էր։ Եվ իրան հաջողվեց կամ ինձ համար դա զուտ իմ կարծիքն է, կարողացավ իմ մեջ բացել սերը դեպի պարապել, սերը դեպի, ես միշտ սիրել եմ երաժշտություն, բայց դիսցիպլինան շատ դժվար էր ինձ համար նստել եւ ժամերով պարապել եւ խնդրեմը նրանումն էր, որ մեր դպրոցում, սովետական դպրոցում, թեպետ ես իմ դասատուին շատ եմ սիրում եւ Մոկացյան Արմինեն ունեցել եմ հոյակապ դասախոս, բայց ընդհանուր սովետական դպրոցի մեջ կա այդ բոլորը պետք է հասնեն ինչ որ մակարդակի եւ եթե ինչ որ մեկի տեխնիկան այնց չի կամ ինչ որ մեկի չգիտեմ նվագը այնց չի, շատ արագ մերժում էինք, ոչ թե փորձում հասկանալ, թե իսկ ոնց կարելի է օգնել, իսկ ոնց կարելի է միգուցե շանս տալ կամ միգուցե հասկանալ եք, մի քիչ երկաթյա է մեր դպրոցը սովետական եղել, իսկ այստեղ ես առնչվեցի ավելի հոգեբանորեն մոտենալու եւ հասկանալու եւ փորձել բացելու եւ ինձ համար շատ մեծ խայլ էր, ես շատ ծաղկեցի իմ նվագի մեջ, իմ դասախոսի հետ այստեղ, թեպետ գերմանական դպրոց, բայց չգիտեմ, ինձ համար դա շատ, այսինքն ինձ դա շատ օգնեց, միգուցե ուրիշի համար ավելի այդ խիստ ռեժիմը շատ ավելի լավ է, բայց այդ բաց ռեժիմը, որ թողնում ես քո վրա, փորձում ես հասկանալ ինչի եւ ստեղծում ես բոլոր պայմանները, որ այդ մարդը կարողանա ծաղկի եւ եթե ինքը չի ուզում, վերջը պարզակ չի անի, բայց դա ես տեսնում եմ ամերիկյան դպրոցի մեջ եւս։ Գուցե նա այնքան ուժեղ չէ, տեխնիկապես գուցե եւ այլն արդյունքները այն չեն, բայց ինձ դուր է գալիս այդ ավելի ջերմ եւ ավելի հանգիստ մթնոլորտը։ Չգիտեմ, ես դա եմ նկատում եւ փորձում եմ դա ստեղծել իմ ուսանողների հետ
որ լինի ոչ թե վաղ դասի գնալու պատրաստ չեմ բայ ինչ ալինելու, այլ ցանկություն գնալու եւ այդ ժամանակ իսկականից ուզում ես սովորել եւ ուզում ես տալ 100%-ը, երբ որ դասախոսը կամ մթնոլորտը շատ ջերմ է։ Դա է տարբերությունը։ Նաև ես ինքս նկատել եմ եւ իմ հիշողություններում դա կա, որ երբ մենք սովորում ենք օրինակ Սայաթնովայի անվան երաժշտական դպրոցում, մեր դասախոսները փորձում էին համեմատականներ տանել մեր միջև։ Այսինքն մեկիս ասում էին, որ այն մյուսը շատ ավելի լավ է նվագում, շատ ավելի շատ է պարապում, այսպես է անում, այնպես եմ, դու պետք է ձգտես, որպեսզի դառնաս իր նման կամ ես ուղղակի, չգիտեմ, դա ինձ համար աշխարհի ամենավատ բանն էր, որովհետև դա իմ մեջ կարող էր կոտրել բոլոր ստիմուլները, քանի որ ինձ համար անհասկանալի էր։ Յուրաքանչյուրս ունեինք մեր մոտեցումը, ունեինք մեր լավ եւ վատ կողմերը, եւ ինչու մեկս մյուսին պիտի պարտադիր կերպով նմանվեինք։ Ոչ, ամեն մեկս յուրովի ենք եւ յուրահատուկ ենք եւ թողեք, որ մենք աճենք եւ դառնանք այնպիսի երաժիշտներ, ինչպիսին որ հենց մենք ենք եւ այն երաժշտությունը հետագայում մենք մատուցենք, հա, որը որ մեր ներսում եւ որը որ մենք զգում ենք։ Այ դա ինձ համար ամենավատ երևի թե կետն է, որը որ հենց այս պահին իմ հիշողության մեջ նորից արթնացավ։ Այո, դա ոնց որ մի հատ մոդել է եւ բոլորը պիտի դառնան այդ մոդելի նման, դա ինքնուրույնությունն է, ոնց որ չէին զարգացնում ինքնուրույնությունը, դու պետք է ասեիր նենց, ոնց որ դասատուն ա ուզում որ դու ասես, կամ դու պետք է նվագեիր նենց, ոնց որ եւ այդ դա համենայն դեպս եւ ամերիկյան դպրոցում կամ հիմա դասավանդելու ժամանակ ես եմ փորձում շատ հաճախ երբեմն մեծացել եմ սովետական դպրոցով, ես զգում եմ, որ ինչ-որ դեռ նստած բայց փորձել ուսանողին կամ երաժիշտին տալ հնարավորություն ուղղակի արտահայտել այնպես, ինչպես ինքն է զգում, դա չկա մի հատ ճիշտ, հա։ Ճիշտ յուրաքանչյուրի համար ամեն մեկը այսպես ասած ճիշտ գաղափարի մոդելը, հա, այսպես։ Այո։ Եվ դա համար, չգիտեմ, ստեղ ինձ համար սա ավելի հոգեհարազատ է։ Իսկ ես նաև այս պահին հիշեցի, որ կոնսերվատորիայի ուսանելու տարիներին, այստեղ ես չեմ կարող հիշել իմ դասախոսին, որոնք շատ մոտ ընկերուհիներ էին ձեր դասախոսի հետ, Մոկացյան Արմինեի հետ, Բոգդան Անահիտին, որը ցավոք այո, հեռացել է կյանքից, ինքը այն դասախոսն էր, որի մոտ յուրաքանչյուր օր գնալ պարապմունքի եւ դասի եւ բացել այդ դասարանի դուռը ուղղակի ինձ համար կատարյալ երջանկություն էր։ Ես գնում էի իմ դասից միշտ ավելի շուտ, որպեսզի նստեմ եւ վայելեմ այդ մթնոլորտը, որովհետեւ նույնիսկ թող ինձ ներեն շատ շատերը ամենավատ ուսանողի դեպքում նա կատարյալ հանգիստ էր, երբեք չէր բղավում, երբեք ոչ մի վիրավորական բան դու չէիր լսի եւ շատ հանգիստ եւ շատ նուրբ կերպով փորձում էր անցկացնել իր դասաժամը։ Եվ այդտեղից ես հասկացա, որ մեզ մոտ եւս կան այդպիսի դասախոսներ։ Այո, չէ, շատ լավ դասախոսներ կան։ Եվ չեմ ուզում ոչ մի ձևով։ Չէ, ուղղակի դասավանդման մեթոդիկաներ տարբեր եւ բոլորը պետքա բարձա հետևեին այդ մեթոդիկային։ Բայց իմ դասախոսն էլ Արմինեն Մոկացյան ես հաճիկով էի գնում դասերին, ես եւ դպրոցում եմ ունեցել իրան եւ կոնսերվատորիայում։ Ես էլ եւ դպրոցում եւ կոնսերվատորիայում անետ գշեմ։ Ինձ թվում է մենք երջանիկ երջանիկ ենք այն պահով, որ շատ լավ դասախոսների մոտ ենք սովորել։ Նաեւ հիմա կցանկանայի խոսեինք թե ինչպես ստացվեց, որ ընտրեցիք դասախոսի ուղին երաժշտության մեջ, այսինքն դասավանդելը, այլ ոչ թե Սալի ռույշի պիանիստի, ինչպես մեզ մոտ ընդունված է ասել, այսինքն որպես դաշնակահար շարունակեցիք ձեր ուղին։ Շատ լավ դժվար է, բայց կխնդրեի այդ մասին եւս խոսենք։ Ես պետք է ներողություն խնդրեմ, այդտեղ հեռախոսը դնեմ, որտեղ զգում ես ձեռքից որ կարողանամ հանգիստ իմ հետ խնդրում եմ եկեք այստեղ։ Եվ հույսով եմ ստեղել վերջապես ես կնստեմ։ Շատ ինձ թվում է շատ քիչ
դաշնակահարներ կան, որ փորձեմ ձեզ տեղադրել ներողություն։ Սպասում ենք մենք։ Վերջ։ Շատ քիչ դաշնակահարներ կան եւ կարող եմ խոսել ընդհանուր, հա, աշխարհի մասշտաբով, որ ավարտում են, կներեք ընկակ, ավարտում են շարունակում են նվագել ուղղակի կամ դասավանդելու կարիք չունեն եւ կարող են վաստակել ընդամենը նվագելով, հա, համերգներ տալով։ Բոլորս էլ երբ որ մենք ավարտում ենք կոնսերվատորիան, դուք երևի կհիշեք, այո, բախվում ենք այդ խնդրի հետ։ Ոչ միայն դիմացից էսա ես լիմոն կդնեմ։ Դիմա այսպես։ Միշտ երբ որ ավարտել ենք ամենայն դեպս եւ կոնսերվատորիան Երևանի եւ Մոսկվային միայն կատարողականը չի, այլ ստանում ես պեդագոգիկա, չէ, այո, որովհետեւ ես բարձր դասավանդում եմ եւ դաշնամուր դասեր եւ թեորիա եւ պատմություն եւ նվագում եմ նվագում եմ այստեղ Գյումրիում շատ երբեմն Ֆրեզնոյում ունեմ ընկերուհի, որի հետ մենք անում ենք դուետներ, լուրջ ծրագրեր միասին Նաիրա Շասուվար եւ ինչքան հնարավորինս չափով։ Երբ որ արդեն սկսում ես աշխատել եւ մտնում ես ոնց որ կենցաղի մեջ, շատ դժվար է պահել այդ 4-5 ժամանոց պարապմելը։ Ամենայն դեպս դա ոնց որ նորմալ process էր ինձ համար։ Ես երբեք չեմ եղել այն կատարողը, որը կարող էր չդասավանդել եւ համերգներով ոնց որ միայն բավարարվել։ Այդպես։ Թեպետ մեկը ես համարում եմ, որ ես դաշնակահար եմ առաջին հերթին, բայց հիմիկվա դրությամբ ոնց որ կենտրոնացումը գնում եմ դասավանդելու վրա։ Խոսենք նաև այն մասին, թե ինչպես եք վերաբերվում նրան, թե քանի որ դուք նաև որպես երգչուհի եք հանդես գալիս, լինելով դաշնակահար, որպես հոբի, թե որպես մասնագիտության եւս մեկ այլ ճյուղ, ինչ է ձեզ համար երգեցողությունը, քանի որ շատ հաճախ ոչ միայն ես, այլև շատերը նկատում են, որ դուք կատարում եք, կարելի ասել, միայն ձեր հոր Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունները։ Այո։ Անշուշտ հոբի է, որտեղ ես երգչուհի չեմ, ձայնային տվյալները այն չեն, որ ես ինձ համար եմ երգչուհի, երբեք չեմ ունեցել ոչ մի վոկալի դասեր, սա ընդամենը զուտ հոբի է եւ միշտ հայրիկիս հետ տանը նվագել երգելով փոքր ժամանակ եւ ձայնագրում էինք միասին, կարծեմ մի քանի մուլտֆիլմեր կան, որտեղ ես երգել եմ կամ մի քանի ֆիլմերի համար, եթե չեմ սխալվում կային, շատ ակտիվ էի միշտ իր հետ համերգներին, բոլոր երգերը միշտ ես եմ երգել։ Երբ որ տեղափոխվեցի այստեղ, փաստորեն արդեն բավականին երկար տարիներ է, կենտրոնացումը գնաց սովորելու վրա, նվագելու վրա եւ շատ ակտիվ էի որպես դաշնակահար եւ հայրս կողքս չէ, համերգներին այդքան հաճախ չեք մասնակցում, այո։ Եւ թողեցի մի կողմ մոռացա, միշտ սիրել եմ երգել ինքս ինձ համար, կարող եմ նվագեմ, երգեմ թե հայրիկիս գործերը, թե ինչ որ, չգիտեմ, ինձ համար հոգեարազատ բաներ, բայց վերջերս էր, այսինքն վերջերս ասելով իր 70-ամյակին էր, որ ես որոշեցի, ինչ նվիրեմ, ախր ինչ կարող եմ նվիրել։ Մտածեցի, որ ամենալավ բանը կլինի, սյուրպրիզը կլինի, եթե ես նվագեմ եւ ձայնագրեմ ինչ որ բան շատ լուրջ ձևով ավելի։ Եվ այդտեղից սկսվեց որպես ծնունդի նվեր եւ այդպես շարունակվեց, այո։ Այսպես քանի որ տեսահոլովակների տեսքով էին արդեն նվերները, հետո ձայնագրություն եւ երգեցողություն։
Բայց Նաև ինչ նպատակ է հետապնդում, չէ՞ որ դա միայն նվեր չէ, որ Մարիամ Երխանյանը նվիրում է իր հորը։ Ծննդյան կամ որևիցե մեկ այլ առիթների, այսինքն իմ կարծիքով դուք նաև փորձում եք յուրովի մեկնաբանել ձեր հոր ստեղծագործությունները, որոնք որ կստանան երկրորդ կամ երրորդ կամ չորրորդ շունչ, քանի որ Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունները լսել են, լսում են եւ դեռ լսելու են։ Համաձայն եմ։ Նպատակը նախ եւ առաջ ոչ թե յուրովի մատուցելն է, այլ մատուցել ուղղակի այնպես ինչպես ես լսում եմ, ես չեմ փորձում իրենց փոխել, բայց եւ այնպես ձեր ձեռագիրը միևնույն ժամանակ հենց լսում ես, դու հասկանում ես, որ դա հենց ձեր կատարումն է, քանի որ եւ ձեր տեմբրն է շատ յուրահատուկ, ես հաղորդման սկզբում էլ դրա մասին նշեցի։ Անմիջապես դու հասկանում ես, որ սա Մարիամ Ամիրխանյանի կատարումն է եւ նաեւ ձեր մատուցման ոճը ստեղծագործության։ Եվ նաեւ խոսենք այն մասին, թե ինչպես եք աշխատում Ռոբերտ Ամիրխանյանի հետ ոչ թե որպես հայր, այլ որպես երաժիշտի հետ, քանի որ տեղյակ եմ, որ նա միշտ չէ, որ այսպես թույլ է տալիս ձևափոխել կամ այլ կերպ կատարել իր ստեղծագործությունը, ինչպես եւ շատ այլ կոմպոզիտորներ։ Այդ մասին եւս պատմեք։ Շատ զգուշ եմ աշխատում։ Ուրեմն միշտ ասում եմ, որ ես երգերը զգում եմ գենետիկորեն իրա, հա, եւ մեծացել եմ այդ երգերով, լսել եմ բարձա։ Երբ որ ես ձայնագրում եմ կամ երբ որ ես աշխատում եմ կոնկրետ մի երգի վրա, ես չեմ փորձում, նորից եմ ասում, չեմ փորձում փոխել, ուղղակի դա ներսից է գալիս, հա, եւ շատ զգուշ եմ, ես գիտեմ, որ ես իրավունք չունեմ փոխեմ գանա, որտեւ եթե մարդը գրել է այնպես, սա իր ստեղծագործությունն է, սա ինքը ես գիտեմ իր աշխատելու process-ը ոնց է, երբ որ ինքը ստեղծագործում, դա ինչ երկար է եւ ինչ եւ վերցնել եւ ուղակի փոխել, որտեվ դա ինձ դուր չի գալիս, ես չունեմ այդ իրավունքը եւ չեմ ունենա այդ իրավունքը որևիցե ուրիշ երաժիշտի հետ, հա, կոմպոզիտորի հետ, ոչ միայն իմ երեսը ասելով։ Դրա համար որևիցե փոփոխություն, եթե լինում է, եթե ես զգում եմ, որ ես զգում եմ այսպես, դա պետք է լինի, դա պետք է ունենա հենարան, ինչու, եւ շատ հաճախ շատ հաճախ մենք քննարկում ենք դա, ես սովորել եմ, որ միշտ պետք է երգերը վերջացնեմ, կներեք, եւ նոր այդ ժամանակ ցույց տամ պապային։ Պրոցեսում ես դա չեմ ցույց տալիս, որովհետեւ ավելի լավ է մատուցել արդեն վերջնական իր Այո, արդեն ասում ես, դե փոխել չեմ կարող։ Արդեն դեպը գտել եք փաստորեն Ռոբերտ Ամիրխանյանին համոզելու։ Դա ոչ մեկի։ Տվյալ դեպքում եւ միշտ իհարկե եւ այնպես մի ժամանակ կայար դժվար տևեց մինչեւ նա ընդունել եւ կարոտի մեջ կային ինչ-որ նոտաներ, որ ինքը մի անգամից նկատում ասում է, այս մի նոտան չէ փոխել է, դա ինչ-որ եւ մնացած երկերի մեջ եւ կամած սողում եք անտատ։ Ահա։ Եվ արդեն կամած, քանի որ բավականին երկեր եմ ասել, ինքը հասկանում է, որ շատ զգուշ եմ եւ ես չեմ փոխի ինչ որ բան, որը իրեն դուր չի գա եւ կարողանում ենք այսպես աշխատել։ Ինքը սիրում է այդ process-ը, ինձ համար գլխավորը դու հարց տվեցիր, թե ինչն է նպատակը ինձ համար, գլխավորը մատուցել իրեն եւ որ իրան դուր գա, որ ավելի ամենակարևոր կրիտիկը ինքն է, ասեմ։ Եթե ինքը ընդունեց, ես չեմ անում եւ չեմ ձայնագրում կամ փոխում ինչ որ բան, որպեսզի դուր գամ, ես անում եմ այն, ինչ որ ես զգում եմ։ Եթե դա ունի հետևորդներ եւ մարդիկ հավանում են եւ ուզում են լսել, շատ ուրախ եմ։ Եթե ոչ, կա մի ուրիշ բան, որ իրանք կարող են լսել։
Եվ նպատակը դա է եւ կուզենամ իհարկե եթե ավելի նոր սերունդը եթե պիտի լսի Ամիր Խանյան շատ ասում են դե հին երգեր են ինչ որ նոր բաներ եմ ուզում ես մատուցելով դա փորձում եմ ցույց տամ որ կա եւ սա որ նույն հինը կարող ես մատուցել այնպես որ հիմիկվա սերունդը որ լսում է լրիվ ուրիշ բաներ Այո, միևնույն է վերադառնա այդ հին եւ որակյալ երաժշտությանը։ ազատ այո այդպես Քանի որ խոսեցինք Ռոբերտ Ամիրխանյանի մասին եւ հատկապես իր երաժշտության մասին, ավելի ճիշտ, կցանկանայի միասին փորձեինք բացահայտել ֆենոմենը եւ գաղտնիքը Ռոբերտ Ամիրխանյանի այդքան հուզական, այդքան յուրահատուկ եւ այդքան ճանաչելի ձեռագրի շնորհիվ, այսինքն իր երաժշտությունը, երբ դու նոտաները առաջին լսում ես, դու անկախ քեզանից հասկանում ես, որ դա Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունն է։ Եվ անցնում են տարիներ, ես վերջերս նաև ձեզ պատմեցի, որ մի փոքրիկ հավաք էր, այսպես տարբեր տարիքի կանայք, մենք որոշեցինք զուտ ուղղակի երգել մի ստեղծագործություն հայկական, որը որ բոլորս կհիշենք, քանի որ բոլորը երաժշտական կրթություն ունեին, բոլորը սկսեցին երգել Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունները։ Մեկը, հետո մյուսը եւ այսպես եւ հասկացանք, որ այսօր շատ ցավով եմ դա ասում, բայց մենք չունենք հավասարազոր նմանատիպ կոմպոզիտոր, որի ստեղծագործությունները լսում են այսօր, լսելու են վաղը եւ հետագայում։ Ցավոք սրտի այսօրվա բոլոր ստեղծագործությունները ունեն մի քանի ժամվա կյանք ինձ համար։ Շատ հաճախ նաև այդ մի քանի ժամը նրանք չեն ունենում։ Ուզում եմ հասկանամ այն ինչումն է գաղտնիքը, որ կար մի ժամանակահատված, երբ ստեղծվում էին նմանատիպ ստեղծագործություններ, այդ ինչն էր ազդում այդքան այդ ստեղծագործողների վրա, որ իրենց ստեղծագործությունները այսքան երկար տարիների կյանք ունեն եւ հավատացնում եմ եւ հավատացածը որ դեռ ունենալու են։ Նախ անդրադառնամ Ամիրխանյանի երաժշտությունը որպես կամ Ամիրխանյանի ֆենոմենն է։ Պետք է ասեմ եւ քույրիկիս հետ էինք խոսում սրա մասին որ ինքը շատ անկեղծ է նվիրված է իր արվեստին ինքը անփոփոխ է ինքը այսքան տարիների չի փոխվել ինքը մնում է նույնը ինքը իր ամեն մի երգը խոստովանություն է պատահաբար չի որ այս նոր գիրքը որ դուրս է եկել ժողովածուն իր երգերի կոչվում է խոստովանանք ամեն մի երգը խոստովանություն է սիրո ինքը եւ մնացել է շատ ժամանակակից երաժշտական մտքի մեջ իր հարմոնիաների մեջ բայց եւ հայկական եւ ուրիշ որ երբեք չի փորձել ինքը դուր գալ ինքը միշտ մնացել է այնպես ինչպես ինքը կա եւ չի ընկել ոչ մի նոր հոսանքների հետևից ինքը մնացել է եւ այդ անկեղծություն ոգևորությունը այդ ինքը միշտ սերը դեպի ուրիշ մարդ հա սերը դեպի իր գործը ինձ թվում է դա է որ ստեղծում է մնայուն իր երկերի մեջ իսկ ինչու հիմա չկա կամ ինչու է պակասը հա երկերի կամ ընդհանրապես արվեստի ժամանակը թելադրում է եւ ինձ թվում է պետք է լինի եւ վատը պետք է լինի եւ շինը եւ լավը չի կարող անընդհատ լինել լավ եւ բոլորի որը մենք ասում ենք վատ ինչ որ մեկի համար շատ լավ է հասկանում ես դա ինքնուրույն եւ մարդիկ ընտրում են այն ինչ որ ուզում են լսել ինչ որ ուզում են նայել պետք է լինի ամեն ինչի չկա լավը եւ ասել լավի որակը դա ամենտեղ է հիմա եւ ամենտեղ է եւ մենք համեմատում ենք 60-ական 70-ական թվականների հետ հա երբ որ արվեստը ոնց որ բումի մեջ էր ամեն ինչ ծաղկում երաժշտության մեջ ամեն բոլոր ասպարեզներում պետք է իջնի որ նորից բարձրանա ում է հույսով եմ որ սա այն անկումն է որից հետո մենք պետք է վերև կապրենք այո չէ բոլորը խոսում են դրա մասին չկա լավ կա
պակասը զգում ես եւ միգուցե դա կստեղծի նոր բում եւ ոչ միայն երաժշտության մեջ, բայց բոլոր բնակավարներում արվեստի։ Սպասենք, տեսնենք ինչ կբերի մեզ այս անկումը եւ հետագայում ինչ վերել կունենանք։ Իսկ մշակութային խնդիրների մասին եթե խոսենք, թե Հայաստանում, բնականաբար Հայաստանում չեք բնակվում եւ այդքան երևի թե խորացված չեք կարող խոսել այդ մասին, բայց համոզված եմ խնդիրներ կլինեն նաև Միացյալ Նահանգներում, որոնք որ դուք տեսնում եք կամ հանդիպում եք այդ խնդիրներին, ինչն է պակասում հա մշակույթին եւ ել ավելի զարգացմանը, քանի որ այս ժամանակահատվածը, որում մենք հիմա բնակվում ենք եւ այս պանդեմիան, որը որ բոլորիս, չգիտեմ, բոլոր գաղափարները եւ բոլոր հույսերը միանգամից ուղղակի դրեց մի կողմ եւ ասեց այսուհետ դուք սկսում եք նոր տեմպով եւ նոր կյանքով ապրել։ Ինձ համար, որպես ես ինձ ամեն դեպքում համարում եմ մշակույթի գործիչ, այսպես ասած, այսինքն ինչ գործ, որ ես անում եմ, որ բնակավարում, որ ես աշխատում եմ, անկախ այդ ամենից միևնույն է կապված է մշակույթի հետ։ Եվ ինձ համար արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ մշակույթը ուղղակի մեռնում է։ Ես դա ասում եմ զուտ իմ կարծիքը, այսինքն այն ինչ որ ես եմ տեսնում։ Միգուցե ինչ-որ մեկը ինձ հետ չհամաձայնի։ Ըստ ձեզ, ինչն է պակասում եւ ինչ է պետք անել եւ միգուցե ինչպես պետք է դուրս գալ այս խայտառակ իրավիճակից եւ ինչ է մեզ սպասվում։ Միգուցե դուք ունեք ձեր կարծիքը այդ ամենի մասին։ Չեմ կարող ասել մեզ սպասում եւ չեմ կարող նույնիսկ ասել թե ինչ է պետք անել բացի նրանից որ շարունակել ստեղծել եւ փորձել անել դա որակով ես տեսնում եմ դա այստեղ եւս ճիշտ է շատ երկիր է եւ մասշտաբները ոնց որ երբ որ համեմատում ես Հայաստանի հետ լավը ոնց որ այո լավի բանը, բայց եւ շատ այստեղ եւ տարբերությունը ինձ համար ինձ թվում է երբ որ մենք համեմատում ենք հա հին տարիների երբ որ ամեն ինչ շատ ավելի որակով էր թվում եւ ստեղծում էին մի շարք ստեղծագործություններ երաժշտության կոնկրետ մասին եմ ասում որոնք մինչեւ հիմա եւ լսվում են եւ մենք դուրս գալ բեմ օրինակ եմ ասում այն ժամանակ չէր կարող որևիցե մեկը դու պետք է անցնեիր կոնկրետ տարիների ինչ հա դառնալ training ոնց է հայ բայց ես հետո ոնց որ ստաժ հետո պետք է պարապեիր հետո պետք է գիտեմ ինչ որ լիքը բաներ կար այլեր կար որով պետք է անցնեիր որից հետո նոր դու իրավունք ունես դուրս գալ բեմ կամ ինչ չէ հիմա որևիցե մեկը դա կարող է անել նայում ես կոնսերվատոր ընդունում են ուսանողներ որոնք չգիտեն նոտա չգիտեն ինչ դա անհնար էր մեր ժամանակ հասկանում ես ես հասկանում եմ որ մենք բացել ենք հնարավորությունները որ բոլորը կարող են եկեք բոլորը բայց դա նաև սպանում է այո դա սխալ մոտեցում է չի կարելի այդ դա է որ բարվել ինչ որ նորմաներ կան ինձ թվում է որ մենք պիտի մի փոքր բարձրացնենք բայց դրա պատճառով էլ մենք տեսնում ենք վատի եւ միջինի շատը որովհետեւ բոլորը ունեն իրավունք մեկը առնում է կոմպյուտեր ասում է ես հիմա երգ գրելու ինքը դառնում է կամպանիա մյուսը հասկանում ես եւ դա լնումա շատ արագ եւ չես կարող իր իրավունքներից զրկել ինքը անում է եւ իր համար ինքը անում է լավ որակի վրա դա է եւ դա էլ այստեղ է ես դա տեսնում եմ ուսանողների հետ գալիս են մեծահասակ այսինքն հասուն արդեն մարդիկ 25-26 որ մտածում ես արդեն պիտի իմանան իրանք ինչ են անում եւ որոշել է ինքը պիտի դառնա դաշնակահար ու մտածում ախր ոնց ինքը այդ տարիքում նոր որոշել է որ ինքը պիտի դառնա դաշնակահար որոշել է որ ինձ թվում է որ ես հիմա պիտի շարունակեմ երաժշտական ու մտածում ես չես կարող կտրել չէ որտեղ ուզում ես տաս հնարավորություն բայց եւ դա է որ կամած իջացնում է ոնց որ հա տակը եւ որակը որ այդ բանը պլանկան իջացնում են եւ մի փոքր չգիտեմ դա ոնց է լինելու եւ ինչ է լինելու որ նոր մենք ունենանք այդ ոսկե դարը արվեստի մեջ բայց
բայց հիմա դեռ այսպես եւ ինչպես ասեցի ավելի շուտ ժամանակը թելադրում է իրան երբ որ կլինի երբ որ կհասունանա այնքան որ միգուցե ինչ որ շատ խիստ բաներ կփոխվեն նորից բայց ամեն ինչ գալիս է քաղաքական համակարգից ինչ որ բան կոտրվել է եւ ինչ որ բան այնպես որտեղ այն որ ինչ որ գալիս է այն մակարդակի Եվ չեմ ուզում, այսինքն բատաբանեմ շատ լավ կետներ եւ շատ տաղանդավոր կան եւ բայց ընդհանուր այսպես նա Այո, բայց ցավոք սրտի այս օրերին նաև այդ լավ դասախոսների անվան հետ են խաղում, ես կասեի նմանատիպ ուսանողները, որոնց որ թույլ են տալիս ընդունվել։ Հասկանում ենք ռեկտորներին եւ մնացածին, քանի որ պատճառաբանում են, որ գումարներ են պետք, որպեսզի պահեն այդ նույն մեր շատ լավ եւ շատ արժանի դասախոսներին, բայց այնուամենայնիվ կան բաներ, որոնք որ պիտի թույլ չտան։ Քանի շատ հաճախ մենք առաջ, օրինակ ես էլ այդքան շատ ժամանակ չի անցել ամեն դեպքում 10 քանի տարի է անցել ընդամենը որ ես ավարտել եմ, բայց ես հիշում եմ, որ Բոգդանյան ինքը տալիս է անուններ, անընդհատ բոլոր ուսանողները մասնակցում են տարբեր մրցույթների։ Հիմա այսօր գրեթե այդպիսի դասախոսներ չկան, գրեթե չկան։ Ինչու, որովհետև գալիս ենք այն նրան, ինչ որ դուք ասեցիք, ընդունում են գրեթե բոլորին։ Ինչ ամեն դեպքում իմ կարծիքով մշակույթի ոլորտի յուրաքանչյուր ասպարեզ ամեն դեպքում շատ ավելի խիստ պիտի մոտենա յուրաքանչյուրին թողնելու այդ բուխ, որովհետև միշտ ասում են, չէ, ինտելիգենցիա եւ այլն խոսում ենք, բայց յուրաքանչյուրը չպիտի կարողանա մտնել այդ շրջանակները եւ հետագայում ինքն էլ ասի, որ ինքը ավարտել է կոնսերվատորիան կամ, չգիտեմ, Գեղարվեստի ակադեմիան, մյուսն էլ։ Այո։ Եվ դրա պատճառով էլ միգուցե այսօր շատ մեծ անկում է ապրում։ Դե էլի եմ ասում, ոնց որ պետք է իջնի, որ բարձրանա, հա, մենք հիմա այդ անկման մեջ ենք, հույսով եմ բոլոր տեսնում ենք, սա մենակ մեր խոսակցությունը դա անընդհատ քննարկման եւ հույսով եմ, որ դա ինչ-որ կփոփոխի ինչ-որ բաներ եւ ուսանողները եւ հասկանում եմ, որ գումարային բաներ կան բուհերի համար իրանք եւ դա համակարգ է, որը եւ ստեղ է աշխատում, ամեն ինչ վճարով է բայց ինչ որ բան կա ոնց որ ինչ որ որից պետք է ստեղծել ոչ թե այո իջացնել Համաձայն եմ իսկ հիմա վերադառնանք ձեզ որպես ստեղծագործող երաժշտի ինչ նոր հետաքրքիր գործեր կարող ենք շատ շուտով լսել աշխատում եք արդյոք ինչ որ գործի վրա այս պայդրությամբ այո հենց երեք ես ձայնագրեցի մի նոր երգ իհարկե հայրից կոչվում է Ախ երազի մանհաս 70-ական թվականի երգեր դա նույնպես եւ հույսով եմ որ շատ շուտով կարողանամ այն ներկայացնել եւ ունեմ մի շարք երգեր նորից որ պիտի անդառնամ միշտ սիրում եմ մեկը վերջացնել, նորը չեմ կարողանում բոլորի վրա միասին եւ շատ դանդաղ է process-ը տևում, բայց ես պետքա ստանամ այդ հաճույքը, երբ որ դա դառնում է գործ, պետքա դա անեմ, մի տեսակ զգում եմ, որ ընդդիմություն ունեմ, որտեղ ունեմ արդեն գործ, արդեն աշխատելը, դասավանդելը եւ այլն, սա երգելը եւ ստեղծելը այս երգերը այսինքն ոչ թե ստեղծել, այլ ստեղծել նոր տարբերակներ, դա հոբի է։ Բայց ուրախ եմ, որ կա առիթ նորից ներկայացնել նոր երգ, հույսով եմ մի քանի ամսից այն կարողանանք լսել եւ այլն։ Այո։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ Մարիա ջան, որ միացաք մեզ, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հույսով եմ կլսենք նոր ստեղծագործությունը, արդեն կունենանք նոր թեմա եւ նոր առիթ եւս մեկ անգամ զրուցելու համար։ Անպայման, շատ շնորհակալ եմ ես էլ։ Տեղություն իմ Wi-Fi-ի խնդիր։ Ուղղակի ցավոք սրտի մենք այդպես կկարողանանք այս մեջ զրույցը պահպանել, բայց իմ կարծիքով դա էլ իր հետաքրքրությունը ունի, քանի որ live տարբերակով բնականաբար մենք ապահովագրված չենք եւ կարող են նման բաներ պատահել ամեն դեպքում կարեւոր այն է որ մեր զրույցը կայացավ Ես էլ շատ ուրախ եմ շատ հաճելի
համար եւ այգես միջ նոր հանդիպում։ Ինչ որ հանդիպում։ Շատ շնորհակալ եմ։ Տեսություն։ Դե ինչ, ավարտվեց եւս մեկ Culture Talks։ Մեր հյուրներ նորից հիշեցնում եմ բոլորին, ովքեր միգուցե հենց նոր միացան։ Մարիա Ամիրխանյանը, երաժիշտ, դասախոս, դաշնակահարուհի եւ նաեւ երգչուհի, ում համար մենք բարձեցինք, որ դա ընդհանրապես հոբբի է, բայց իմ կարծիքով նա երջանիկ անձնավորություն է, քանի որ ամեն մեկին բախտ չի վիճակվում իր հոբբիով զբաղվել այնպիսի մակարդակով, ինչպես որ ինքն է մատուցում իր ստեղծագործությունները եւ իր կատարումները։ Հիշեցնեմ, որ Մարիա Ամիրխանյանը մեր բոլորի կողմից սիրված Ռոբերտ Ամիրխանյանի կոմպոզիտոր իր աղջիկն էր։ Հույսով եմ, որ Ռոբերտ Ամիրխանյանը մի օր եւս մեզ կհյուրընկալի եւ չի մերժի մեր հրավերը։ Եվ այսպեսին էր Մարիա Ամիրխանյանը։ Ձեզ բոլորիդ շատ շնորհակալ եմ, որ մնացիք մինչ այս պահը մեզ հետ։ Մինչ նոր հանդիպում։ Ցտեսություն։